Խաղաղություն, ողջույն լինի մեր Աստծո անունը։ Երբ մենք տեսնում ենք մեկին, ով դժվարանում է ջուր խմելուց անգամ, հրաժարվում է կերակուրներից, մենք եզրակացնում ենք, միանգամից հասկանում ենք, որ մենք գործ ունենք հիվանդ, այն էլ ծանր հիվանդ մարդու հետ։ Երբ տեսնում ենք, որ ընդհանրապես այդ մարդը անզգա է դարձել ուտելու խմելու հանդեպ եւ ընդհանրապես է մերժում ուտելը եւ խմելը, մենք գործ ունենք մեռած մարդու հետ։ Դա այդպես է եւ այդպես է նաեւ հոգեվոր իրականությունը։ Եվ ես հաստատ գիտեմ Աստծո խոսքից ունենալով հիմք, որ պետք չի մեկին ասել, գիտես դու պիտի ծարավես։ Եթե այդ մարդը իսկապես կենդանի է, կենդանի օրգանիզմ է, իր մեջ ծարավի օրենքը գործում է ծարավելու եւ ջրի կարիքը նա ինքնին ունի միշտ, ջուր խմելու կարիքը։ Նույն կերպ քաղց զգալու եւ սնվելու կերակուրի կարիքը նա միշտ ունի։ Պետք չի մեկին ասես, գիտես դու պիտի միշտ ուտես, միշտ պիտի խմես։ Այդ տեսանկյունից մի քիչ ես համաձայն չեմ, որ հավատացյալներին շարունակ ասում է, գիտեք դուք պիտի ծարավեք, դուք պիտի սենց լինեք։ Ամեն վերստին ծնված ազնվորություն, ամեն ապաշխարած, իսկապես ապաշխարած եւ վերստին ծնված ազնվորություն, ինչպես փոքր մանուկն է, որ ծնվում գալիս է աշխարհ, ինքը իր մեջ կրում է այդ օրենքը արդեն բնականից, կաթը ուտելու, ջուրը խմելու, հետագայում սնվելու, կերակրվելու եւ պետք չի նրան հուշել, ստիպել կամ համոզել, որ նա ուտի անպայման։ Թեև որոշ մայրեր ստիպում են նաեւ, բայց միշտ չի որ ճիշտ են անում, որովհետեւ երեխան պիտի քաղցը զգա, որ ուտելը, այդպես ասած, ճիշտ նպատակին ծառայի։ Բայց ես ուզում եմ այսօր կարդալ մի համար, մի կարճ խոսք առաջի նամակից Կորինթացիներին ուղղված է 10-րդ գլուխ առաջի Կորինթացիներ 10:31 կներեք։ Արդ թե ուտեք, թե խմեք եւ թե ինչ գործ որոնեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Այստեղ առաքյալն ասում է, թե ուտեք, թե խմեք եւ հետո ավելացնում է եւ ընդհանրապես ինչ գործ որ անեք կամ անելու կլինեք, արեք այս սկզբունքով կամ այս նպատակով։ Արեք ամեն բան Աստծո փառքի համար։ Հաճախ լինում է այդպես ամենայն դեպս հավատացյալներից ոչ քչերը դիմում են գալիս եւ այդպես խորհուրդ են հարցնում, հիմա այս բանը անելը կարելի է, թե չի կարելի։ Այս բանը մեղք է, թե մեղք չէ։ Բայց միանգամից ասեմ, դա չքավոր սկզբունք է։ Այսինքն խոսում է հոգևոր մանուկ վիճակի ավելի մասին կամ վկայում է։ Ինչու, որովհետև ուղղակի առաջնորդվել ընդամենը մեղք է, մեղք չի սկզբունքով, կարելի է, չի կարելի սկզբունքով, մենք կարևորը բաց կթողենք, ամենաէականը, որովհետև Հիսուսը եկել է, որ մեր մեջ հենց այդ անհնարինը հնարավոր դարձնի, այսինքն մեր մեջ բերի դնի մի օրենք, որ այդ օրենքը մեզ հուշի կամ մղի ինչ-որ բան անելու կամ ինչ-որ բան չանելու։ Եվ դա կոչվում է հոգու և կյանքի օրենք։ Այդ ինչպես է, որ մենք մեր մարմնավոր կյանքի ուզելու, չուզելու, ընտրելու, մերժելու այդ բոլոր բաների մեջ լավ վարժենք և այդպես ասած լավ հասկանում ենք ինչը ուտեմ, ինչը չուտեմ, ինչը վերցնեմ, ինչը ձեռք չտամ, մենք լավ գիտենք, բայց ամբողջ հարցը սրանում է ավետարանի բարի լուրը, էական լուրը, որ Աստված ուղղում է մարդկանց, ոչ թե ուղղակի մեզ մեր մեղքերից փրկելու եւ ընդհանրապես մեզ դժոխքից ազատելու այդպես խնդիրն է լուծել Տերը եւ ուզում է որ մենք ֆիքսվենք դրա վրա, կենտրոնանանք ու սա լինի մեր ամբողջ, այդպես ասած, թեման կամ
որի վրա խորենք, մտածենք, ուրախանանք, ոչ, շատ ավելի խորը բան է արել Տերը, շատ ավելի ընդգրկուն բան է արել Աստված, իր միածին որդին տալով այդ մեկ զոհով, օրհնյալ լինի նրա սուրբ անունը։ Նա եկել է, որ մեզանից ազատի, եկել է, որ մեր մեջ դնի մի նոր օրենք եւ նոր կյանք, եւ այդ կյանքը իր օրենքներով, ինչպես այս մարմնավոր կյանքն ունի իր օրենքները, այդպես էլ նոր կյանքը ունի իր օրենքները եւ իր պահանջներն ու իր ցանկությունները։ Բնականոն ձևով, ոչ թե ստիպողական, ոչ թե պիտիով հարց չի լուծվում։ Եթե իմ ներսի օրենքը ինձ չի մղում այդ բանն անելու, ինչքան էլ ինձ ասեն պիտի այս բանն անես, մեկ կանեմ, երկուս կանեմ, երեք, հետո կհոգնեմ, կձանձրանամ։ Ինչու դուք մարմնավոր այդ կերակուրները ուտելուց չեք ձանձրանում։ Ինչի ջուրը խմելուց չեք ձանձրանում։ Ինչու չեք ասում, հոգնեցի ուտելուց, էլ չեմ ուտելու սրանից հետո, էլ չեմ խմելու։ Եկեք անկեղծանանք ու լրջանանք, եղբայրներ քույրեր։ Եթե մեկը իրոք չի ապաշխարել վերստին չի ծնվել, նրան ոչ մի խոսք չկա ուղղված, նրան խոսք չի վերաբերվում, ինչ ծառավ, ինչ ուտել։ Ասենք նույնն է, որ մեռած մարդուն գնաս ուտելու, խմելու մասին խոսես։ Դա հասկանալի է։ Բայց եթե մեկը իրոք վերստին ծնվել է, այստեղ էլ արդեն ուտելու, խմելու հարցը այլ տեսանկյունից պիտի նայվի կամ խոսվի այս մասին, որ դու վերստին ծնված անձնավորություն լինելով շարունակում ես գտնվել մարմնի մեջ եւ մարմինը, ինչպես Առաքյալն է ասում մեկ ուրիշ տեղում, Գաղատացիների նամակի մեջ, ուրեմն 5:17-ն է Գաղատացիների 5:17, ասում է վասնզի մարմինը կցանկա հոգին հակառակ ու հոգին մարմնին հակառակ։ Դու այո, թեև վերստին ծնվել ես, բայց գտնվում ես մարմնի մեջ, այնպիսի մի մարմին, որը մեղանչական մարմին է, եւ նա միշտ հոգուն հակառակ է ցանկանում։ Մարմնի ցանկությունները միշտ հակասում են հոգու ցանկություններին, հակառակ է։ Այդպես է ասում եւ դա ճշմարտություն է, եւ ասոնք իրարու հակառակ են։ Ասոնք միշտ այս մարմինը եւ այս հոգին, այն քո մեջ վերակենդանացած հոգին, այն նոր կյանքը, որ Քրիստոսով եկել է քո մեջ, եւ մարմինը կամ մարմնավոր կյանքը, սրանք իրար միշտ հակառակ են։ Ու մենք հնարավոր է կամա թե ակամա փորձում ենք այս երկուսին իրար հետ հաշտեցնենք, բայց անիմաստ գործ ենք անում, անտեղի ժամանակ ենք վատնում, չի լինի դա, սրանք միշտ իրար հակառակ են։ Լուծումը ո՞րն է։ Շարունակության մեջ ասում է, որ չլա թե ինչ որ կուզեք զայն ընեք։ Այս երկուսը իրար հակառակ են, բայց չլինի թե ինչ որ կուզեք, այսինքն դուք որպես մարդ ձեր բնական կյանքով, ձեր բնական այդ մարմնի կյանքը հանկարծ չլինի թե ինչ ուզում է այն անեք։ Այսինքն հակառակը միշտ մարմնի։ Մարմնի ես նկատի չունեմ բնական ցանկությունները։ Այն օրինավոր ինչ որ Աստված դրել է մեր մեջ եւ մարմինը այդ առումով մեզ պետք է որ ապրենք, մարմինը միջոց է, որ մենք մեզ դրսևորենք եւ ծառայենք Աստծուն։ Առանց մարմնի մենք չենք կարող որևէ օգտակար մի բան անել, ուղղակի կդադարենք այս երկրավոր կյանքի մեջ մեր գոյությունը կդադարի։ Դրա համար մարմինը պետք է, բայց մարմնի հետ ճիշտ վերաբերվել է պետք։ Ես մարմին ասելով միայն ֆիզիկական այս մարմինը նկատի չունեմ, այլ մարմնավոր այն բնական կյանքը, որ հենց կապված է այս մեր մարմնի մեջ գտնվելու հետ։ Այս երկու կյանքերը մեր մեջ կան, ովքեր վերստին ծնվել են, եւ հոգեվորը կա, եւ կա մարմնավորը, բայց սրանք միշտ իրար հակառակ են։ Եվ որն է լուծումը, որ չլինի թե ինչ որ ուզում ենք զայն անենք։ Մեր մեջ առաջանում է գլուխ է բարձրացնում մարմնի ցանկությունը հաճախ եւ մենք գիտենք որքան այսպես լուրջ խնդիրների առջև է կանգնացնում մեզ մարմինը եւ ինչպիսի պայքար, ինչպիսի դիմադրություն է հաճախ հարկ լինում մղել կամ դրսևորել, որպիսի չլինի թե մարմնի ուզածն անենք։ Միտեղ Պողոս Առաքյալն ասում է տակավին արյուն թափելու չափ հակառակ չկեցակ, պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին։ Այսինքն միշտ չի, որ մենք այդպես լուրջ
պայքարում ենք եւ դեմ ենք գնում ու չի ստացվում մարմնի ուզածը նոր չանելու։ Ցավոք այդպես չի, բայց արդյունքում երբ մենք մարմնին տեղ ենք տալիս եւ մարմնավորը գլուխ է բարձրացնում ու անում ենք այն ինչ որ մարմինն է դեռ ուզում, գնալով մեր հոգեվոր ախորժակը, քաղցը եւ մեր ծարավը կենթանի ջրի նկատմամբ սկսում է ինչ անել՝ պակասել, պակասել, պակասել։ Ահա թե ինչպես է հավատացյալը հիվանդանում հոգեվորապես եւ կորցնում ախորժակը, քաղցը եւ ծարավը կենթանի ջրի ճշմարիտ կերակուրի հանդեպ։ Բայց ես հաստատ գիտեմ, ովքեր իրապես վերստին ծնվել են, նրանք կարող է հիվանդանան, բայց գալիս է մի պահ, որ նրանք ասում են, ես շնչահեղձ եմ լինում, ես չեմ կարող այսպես շարունակել։ Ուղղակի նրանք չեն կարող համակերպվել այս աշխարհի կերակուրները, այդպես մարմնավոր կերակուրները ուտելով, իրենք գնալով զգում են, որ ավելի ու ավելի վատանում են։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, դրա համար մենք պիտի որ հնազանդվենք, կանչված ենք հնազանդվելու Աստծո խոսքին եւ ճշմարտությանը, իսկ Հիսուսն ասեց, ճշմարտությունը եթե գիտենաք ու պիտի գիտնաք եւ ճշմարտությունը ինչ կանի ձեզ կազատի, ազատ կանի ձեզ, միակ միջոցը, միակ բանը մեզ ազատ անելու, մեզ գերի անող, անցանկալի բոլոր բաներից, մեզ սխալ ուղղությամբ տանող, մեզ վնասող, մի խոսքով Աստծուց հեռացնող բոլոր խնդիրներից ու դրսևորումներից մեզ ազատ անողը Աստծո խոսքն է, հայտնված Աստծո խոսքը, ճշմարտությունը։ Օրհնյալ լինի Տիրոջ սուրբ անունը, եւ ես գալով իմ կարդացած առաջի այդ խոսքին կարճ, որ կարդացի առաջի Կորինթացիների 10:31-ը, ուրեմն արդ ուտեք թե խմեք, ինչ գործ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Ուրեմն այստեղ խնդիրը կարևոր որ դրված է, ուրեմն հավատացյալի արժև որն է, որ հավատացյալը ունենալով արդեն լուսավորված միտք կամ առողջ միտք եւ Աստծո խոսքով ուրեմն վերակենդանացած Աստծո խոսքով վերստին ծնված ուրեմն անձնավորություն լինելով եւ մանավանդ Աստծո հոգուց առաջնորդվող անձնավորություն լինելով նրան տրված է հնարավորություն եւ կարողություն, որ նա կարողանա զանազանի այսինչ բանը, որ ես անում եմ, սա իսկապես Աստծո փառքին կծառայի, թե չէ, սա Աստծուն փառք բերում է, թե չէ։ Այստեղ հարցը նա չէ, սա լավ է, վատ է, կարելի է, չի կարելի։ Այս չափանիշը, այս մոտեցումը բավարար չափանիշ չի Աստծո ուզածը կամ Աստծո կամքը իմանալու հարցում։ Դրա համար հենց Եփեսացիների նամակի մեջ Պողոսը այսպես է ասում եւ ուղղված է այս խոսքը բոլոր հավատացյալներին, ասում է 5:15, 17 համարները կարդամ։ Ուստի նայեցեք, թե ինչպիսի զգուշությամբ պիտի քալեք, ոչ թե անմիտներու պես չպիտի քայլեք դուք միտք ունեցող Աստծո զավակներ որպես պիտի ապրեք եւ նոր միտք Քրիստոսի միտքը միտեղ ասում է եւ 17-ում ասում է անոր համար անմիտ մի լաք նորից մի եղեք անմիտի պես մի ուրեմն ապրեք հապա իմացեք թե ինչ է Տիրոջ կամքը ուրեմն անմիտ մարդիկ են որ չեն իմանում Տիրոջ կամքը այս համարներից կարող են եզրակացություն անել այստեղ ասում է անմիտ մի լաք հապա իմացեք Տիրոջ կամքը կնշանակի եթե ես կամքը չեմ իմանում Տիրոջ ուրեմն ես անմիտ եմ ասում է մի լաք անմիտ այսինքն Աստված ինքը տվել է մեզ հնարավորություն Քրիստոսի արածը այդ ընդգրկուն ամբողջովին այդ խորությամբ այն գործը որ ինչ որ արել է խաչի վրա իր մահով եւ իր հարությամբ ինքը հենց այդ իրականության մեջ է բերել մեզ որ մենք ունենանք Քրիստոսի միտքը կամ այդ նոր միտքը եւ մենք կարողանանք այդ նոր մտքով մտածելով մտածող մարդիկ լինելով զանազանենք խավարը լույսից չարը բարիից եւ
մեր ներսի կյանքի օրենքը մեզ հուշի ինքնըստինքյան, որ այսպես բնականից սա մերժելի է, սա ընդունելի է։ Եւ ահա այս վիճակի մեջ իհարկե հոգևոր մանուկներին մի քիչ այս ուրեմն վարժվելը դեռ այդքան այդպես ասած հատուկ չի, որ երևա այդ կյանքը, ինչի մասին ես խոսում եմ, բայց չէ որ մանուկը միշտ մանուկ չպիտի մնա, մանուկը պիտի մեծանա, մանուկը պիտի, չէ, հասակ առնի եւ կարողանա զանազանել արդեն եւ իր ներսի կյանքը իրեն ուրեմն համապատասխան ուղղությամբ տանի եւ այս նույն նամակից ես ուզում եմ նաեւ կարդալ 23 խոսքը 10-րդ գլխի ասում է ամեն բան ինձ օրինավոր է բայց ոչ թե ամեն բան օգտակար ամեն բան ինձ օրինավոր է 10:23-ը առաջի Կորինթացիներ ամեն բան հետարքիր բան է ասում ամեն բան ինձ օրինավոր է բայց ոչ թե ամեն բան օգտակար ամեն բան ինձ օրինավոր է բայց ոչ թե ամեն բան շինություն կնե ամեն բան չէ որ շինություն է բերում պատճառում եւ նաեւ մեկ համարել այս նույն միտքը մոտավորապես բայց այնտեղ մի բան էլ է ավելացնում Պողոսը 6:12-ն է առաջի Կորինթացիներ ասում է ամեն բան ինձ օրինավոր է բայց ոչ թե ամեն բան օգտակար այս մասը կրկնում է նորից ամեն բան ինձ օրինավոր է բայց ես բանիմը իշխանության տակ պիտի չլինեմ ահա այս խոսքերը իրար այդպես համադրելով կարդացածս այս համարները մենք կարող ենք որոշակի եզրակացության գալ ուրեմն ինչն է կարելի այսինքն ինչն է որ ինչպես կարող ենք մենք կողմնորոշվել ինչը ընտրենք ինչը մերժենք ուրեմն ամեն բան թույլատրվում է ըստ այս կարդացած համարների չէ Պողոսն ասում է ամեն բան կարելի է բայց շարունակության մեջ ամեն բան ինչ որ անում ենք մենք պիտի բավարարի այս պահանջները այս խոսքերից բխած ես այդպես դուրս եմ բերել համառոտ նայենք ուրեմն ամեն բան թույլատրվում է սակայն ամեն բան ինչ որ մենք անում ենք պիտի բավարարի այս պահանջներին Աստծո խոսքից բխող առաջին ինքն իրենով պիտի լինի օգտակար այսինքն օգտակար իր էությամբ բնությամբ ինչով ինչ որ մենք պատրաստվում ենք անել կամ ընդունել ինչ որ մի բան առաջի պահանջը ուրեմն պիտի օգտակար մի բան լինի երկրորդ մենք պիտի նայենք մեր հանձի հետ կապված այդ տեսանկյունից ինչ կբերի մեր անձին չպետք է մեզ ուրեմն դարձնի որևէ բանի այսինքն կամ բերի որևէ բանի իշխանության տակ կամ մեզ գերի դարձնի այսինքն եթե ես ընդունում եմ մի բան կամ վերցնում եմ մի բան կամ մտնում եմ ինչ-որ բան որի արդյունքում ես մտնում եմ դրա իշխանության տակ ուրեմն արդեն թույլատրելի չի ճիշտ է կարելի է բայց իմաստությամբ չի որ ես դա վերցնեմ կամ այդ բանը ընդունեմ չգիտեմ պարզեր թե չէ այսինքն ես պիտի նայեմ այդ ինչ բանը որ ես անում եմ կամ ընդունում եմ կամ վերցնում եմ չգիտեմ ինչ է դա ինչ այդպես ասած կյանքի մեր ընթացքների մեջ հանդիպած մի բան է արարք է, գործողություն է, չգիտեմ, վարմունք է, ինչ որ տրվելիք մի բան է, որ պիտի տան ինձ կամ ես վերցնեմ, ես պիտի նայեմ այդ բանը ընդունելով կամ այդ բանն անելով, ես չեմ գերի անում, ես չեմ մտնում դրա իշխանության տակ։ Ուրեմն սա կարևոր պահանջներից մեկն է, որ մենք կողմնորոշվենք, այո, ամեն բան կարելի է, բայց ինչն է ինձ օգտակար։ Հիմա օգտակարության չափորոշիչներն են սրանք, եւ հաջորդը 32-րդ խոսքում այստեղ ասում է. գայթակղության պատճառ մի լակ ոչ հրյաների, ոչ հեթանոսների, ոչ Աստծո եկեղեցու։ Այս 10-րդ գլխի 32-ում ասում։
Այսինքն ես որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, պիտի նաև մտածեմ ու անանք ստանամ։ Իմ այս բանն անելով, այս բան ընդունելուց հետո ես գայթակղության պատճառ, ընկնելու պատճառ չեմ լինում ուրիշներին։ Այսինքն իմ այդ բանը վերցնելով կամ այդ բանն անելուց հետո ուրիշներին չեմ վնասում, որ նրանց գցում եմ գայթակղության մեջ կամ հոգևոր այդ անկման պատճառն եմ լինում նրանց, ուրեմն սա էլ պահանջներից է, որ ես տեսնեմ ինչն է օգտակար։ Եվ վերջի կարևոր կետը կամ պահանջը Աստծուն վերաբերվելու տեսանկյունից ես պիտի նայեմ, որ նա ինչ որ անում եմ այդ ամենը կամ ինչ որ ընդունում եմ կամ ինչով որ ես որոշում եմ զբաղվել, Աստծուն փառք բերում է թե չէ։ Ուրեմն ես հակիր նորից ամփոփեմ ասածս։ Առաջին, Պողոսն ասում է թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չի։ Ինչպես որոշենք օգտակարը։ Առաջին, իմ անձի տեսանկյունից ես պիտի ինչ անեմ։ Ուրեմն առաջին ընդհանրապես դա պիտի իրենից մի բարի, մի օգտակար բան ներկայացնի։ Հաջորդը իմ անձի, երկրորդը ուրիշի, երրորդ կարևորը Աստծո նկատմամբ այս տեսանկյուններից իմ արածը, իմ ընդունածը ինչա իրենից ներկայացնում։ Ես կրկնում եմ, որպեսզի ավելի մի տեսակ հասկանալի դառնա։ Ուրեմն իմ անձի տեսանկյունից ես պիտի նայեմ, որ որևէ բանի հանկարծ գերության մեջ չբերի ինձ դա, իշխանության տակ չմտնեմ։ Իմ ազատությանը չսպառնա Քրիստոսով եղած ազատությանը։ Հասկանալի է։ Երկրորդ ուրիշների հանդեպ իմ ուրեմն վերաբերմունքից ելնելով կամ այդ տեսանկյունից, թե իմ արարքը ինչ կպատճառի ուրիշներին, ես պիտի նայեմ, դա շինություն բերում է, չէ՞, թե գայթակղություն, թե անկման պատճառ եմ լինում այս բանը կամ այդ բանն անելուց հետո։ Եվ երրորդ եւ չորրորդ Աստծո վերաբերվելու տեսանկյունից պիտի ես նայեմ, որ Աստծուն փառավորում է այդ իմ արածը թե չէ, այդ իմ ընդունածը։ Ուրեմն ահա սկզբունք։ Եթե իրոք մենք հոգևոր մարդ ենք, մենք այս չափորոշիչներով պիտի առաջնորդենք, ոչ թե ասենք կարելի է թե չի կարելի։ Պողոսն ասում է ամեն բան կարելի է։ Ամեն բան օրինավոր է։ Բայց դու որպես նոր ստեղծված արդեն, որպես քո մեջ Քրիստոսի կյանքը եւ միտքը կրող մարդ, ըստ նրա խոսքի դու պիտի առաջնորդվես այս չափորոշիչները կիրառելով եւ տեսնելով արդյունքում։ Թող Աստծո անունը փառավորվի։ Եթե այս պահանջներից որևէ մեկը թեկուզ բավարարված չի, ուրեմն թույլատրելի չի, այն ինչ որ ուզում էիր անել կամ ընդունել։ Կարող ենք ամեն ասել։ Ուրեմն, եթե մենք իսկապես ուզենանք կիրառենք, անկեղծ լինենք եւ կիրառենք, մենք իսկապես կտեսնենք, որ որքան իրոք մենք ավելի Աստծո առջև զգուշությամբ քայլող մարդիկ ենք դարձել։ Եկեք ոտքի կանգնենք, իրոք ինչպես առաքյալն է կոչ անում եւ ասում ուստի նայեցեք թե ինչպիսի զգուշությամբ պիտի քայլեք, զգուշությամբ։ Երբ մենք ճանապարհ ենք քայլում, դուրս ենք գալիս, ընդհանրապես մենք մեր ոտքի տակ ենք նայում, չէ՞։ Մենք հեռուն եւ ընդհանրապես շուրջ բոլորը նայում ենք, մենք հենց այնպես չենք դուրս գալիս ու քայլում, որտեղով ասես չենք քայլում։ Մենք զգուշություն անում ենք, որովհետեւ գիտենք հետևանքների մասին, բայց շատ ավելի զգուշությամբ պետք է քայլել հոգևոր մեր ընթացքների մեջ, այն իրականության մեջ, որի մեջ մենք դրված ենք, բերված ենք, վերստին ծնված լինելով, եւ մենք ուզենք թե չուզենք, գործ ունենք հոգևոր իրականության հետ եւ հոգևոր այդ իրականության մեջ այնքան անսպասելի եւ անակնկալ մեզ համար հնարավոր է դժվարություններ առաջանան, դրա համար մենք պիտի նայենք
որ չլինի թե թշնամու որոգայթից բռնվենք, մենք պիտի իմաստուններ որպես այդպիսի զգուշություն ցուցաբերենք եւ անմիտ չլինենք, ապա իմանանք որն է Տիրոջ կամքը ու հիշենք միշտ թե ուտենք, թե խմենք եւ ինչ գործել որ անելու լինենք, ընդհանրապես ինչով որ զբաղվում է հավատացյալը, ինչ գործ որ անում է, այդ ամեն ինչը պիտի բավարարի այս պահանջներին, որի մասին ես կարդացի Աստծո խոսքից, որպես հիմնավորում։ Եկեք աղոթենք եւ անկեղծանանք ու ասենք Տեր, ինչա կատարվում ինձ հետ։ Ես ինչու այդպես հիմա չեմ ուտում եւ չեմ խմում, ինչպես առաջ էի ուտում խմում։ Ինչու իմ կյանքը մի տեսակ ավելի այդպես դարձել է անշուք մի տեսակ, առաջ շատ վառվռուն էի ես խանդավառ էի ավելի շատ, իսկ հիմա մի տեսակ, չգիտեմ ինչա կատարում ինձ հետ Տեր, միգուցե ինչ-որ բան գիտեմ, բայց ինչպես որ պետք է ամեն բան չգիտեմ, Տեր ցույց տուր ինձ, օգնիր ինձ, ես հասկանամ, քո լույսի մեջ ճիշտ անալիզ անեմ, ճիշտ գնահատեմ իմ վիճակը, որտեվ ամեն հիվանդություն կամ ամեն խնդիր, որ լուծման արդեն, այդպես ասած, կարիքի մեջ է հայտնվում կամ արդեն պիտի լուծվի, առաջի բանը բժիշկները ախտորոշում են, չէ, այդ դիագնոզը որոշում են, ինչ խնդիրը որն է, Աստված էլ, երբ որ մենք ասում ենք, Տեր, լուծիր, Տեր, փոխիր, չէ, Աստված ասում է, ես չեմ փոխի, չեմ լուծի, մինչև որ դու հստակ չտեսնես, որն է քո ախտորոշումը, որն է քո պրոբլեմը, որն է քո խնդիրը։ Դու ուզում ես քո խնդիրը չտեսած, խնդրի լուծումը ստանալ ինձանից, հետո դու ավելի մեծ այդ նույն խնդրի մեջ կդնես քեզ։ Բայց եթե այսօր տեսնես, որն է խնդիրը եւ որտեղից ընկար եւ այդ խնդիրը ոնց առաջացավ, այ դու, երբ որ ստանաս բուժումը, երբ որ ստանաս նորից իմ կողմից ողորմությունը եւ վերականգնվես, դու հետո շատ զգուշ կքայլես ավելի։ Այդ խնդրից արդեն կզգուշանաս դու։ Աղոթենք